դատական process-ը եւ արդյոք վարձակալը նաեւ ֆինանսական պատիժի է ենթարկվել նման վիճակի հասնելու համար այգին։ Դատական process-ը ընդհանուր առմամբ տևեց մոտավորապես 2 տարի, բոլոր ատյաններով անցանք եւ վերջնական ֆիքսվեց երկուշաբթի օրը որոշումը կոնսերվատորիայի այգին վերադարձավ Երևանի քաղաքապետարանին։ Մենք այսօր արդեն սկսել ենք աշխատանքները ինտենսիվ կերպով այգու վերականգնման մոտ 12 ծառեր են հատվել, չորացած եւ գարնանը արդեն նախապատրաստվում ենք ընդհանուր այգու վերականգնման աշխատանքներին ամբողջ ծավալով եւ դեռ քննարկում ենք արդյոք մենք դա կանենք հենց Երևանի քաղաքապետարանը թե որևէ մի մասնավոր ընկերություն, կարծում եմ այդ քննարկումներում կստանանք այգու համար լավագույն տարբերակ։ Ասացիք վարձակալը այլ պատասխանատվության ենթարկվել է ֆինանսապես օրինակ։ Վարձակալը վստահաբար տույժերի եւ տուգանքների վերաբերյալ ունենք վեճեր եւ այդ վեճերը դատական կարգով մենք պարտադրելու ենք որպեսզի վճարվեն իհարկե դա արդեն դատական ատյաններում է քննարկվելու այդ հարցը, բայց վստահորեն մենք այդ հարցի հետևից գնալու ենք։ Իսկ քաղաքում ունենք այլ այսպիսի իրավիճակի հասած այգիներ, որոնց ուղղությամբ եւս մտադիր եք աշխատանքներ իրականացնել։ Քաղաքում նմանատիպ այգիներ շատ ենք ունեցել եւ եթե նկատել եք պարբերաբար մենք նմանատիպ աշխատանքներ իրականացնում ենք տարբեր այգիներում, իրականացրել ենք Օղակաձևում, Մերգելյանում, բոլոր գրեթե վարչական շրջաններում ունեցել ենք այգիներ, որտեղ որ նմանատիպ խնդիրներ ենք ունեցել, խզել ենք պայմանագրերը, մաքրել ենք ինքնական կառույցներից եւ վերականգնել ենք այգիները եւ կարծում եմ բոլորը ընդհանուր առմամբ մեր Երևանի քաղաքապետարանի մոտեցումը հասկացել են։ Այս այգին մեկ սեփականատեր ուներ, թե որքանով գիտեմ 5 սեփականատեր էր։ Մեկ ընկերություն էր ընդհանուր այգի վարձակալը, այգին չեն կարող սեփականացնել։ Իսկ չեք հրավարակի վարձակալի անունը, թող բոլորը իմանան, ինչի՞ չեք։ Դա հրապարակված է, կարծում եմ, անկեղծ ասած ՍՊ-ի անունը չեմ հիշի, բայց եթե հարցում անեք, վստահաբար ձեզ կտամ։ Պարոն Ավինյան, դուք անձնապես Ուրախ ժամանց, ոնց որ ուրախ ժամանց, եթե չեմ սխալվում։ Դուք անձնապես մասնակցել եք դատական process-ներին։ Ես իրավաբան չեմ, բայց process-ին հետևել եմ, մեր իրավաբանական վարչությունն է զբաղվում նմանատիպ հարցերով։ Նույն ընկերությունը այլ հասցեներում այգիներ ունի վարձակալած։ Ոչ, որքանով որ ես տեղյակ եմ, ոչ սա միակ այգին է եղել։ Այս բողոքարկման ենթակա է, այսինքն հնարավոր է, որ ընկերությունը նորից բողոքարկի եւ գործընթացը կանգնի։ Գործընթացը արդեն կանգնեցնել հնարավոր չի լինի, սա կարելի ասել, բողոքարկման ինչ որ հնարավորություններ վստահաբար կան, բայց այլևս կարծում եմ ոչ թե այգու հետ կապված է լինելու հարցը, այլ ֆինանսական վեճերի մասով։